Բարև ձեզ, Վարդան Վարդանյան, VV-Talks, այսօր փետրվարի 19-ը սենսացիոն միակ լուր տարածվեց առավոտյան, որ Բրիտանիայի թագավորի Չարլզի եղբայրը Անդրուն, իր երկրորդ եղբայրը, ուրեմն առաջինից մի հատ փոքր, մի հատ էլ եղբայր ունի թագավորը, համենայնդեպս փորձանքի մեջ էս մեկն անգնում Անդրուն ընդհատ որտեվ շատ հպարտ եւ շատ sense մեծամիտ կորոզ մարդ հարաբես այդպիսի ռեպուտացիա ունի ձերբակալվել է հիմա ինչի է ձերբակալվել նախ եւ առաջ սա սենսացիա որ որևէ ռոյալ ընտանիքից որևէ մեկը ձերբակալվի հա դա այդպես բան վաղուց չի եղել վաղուց որ ասում եմ 400 տարի առնվազն, հա, եւ դա վերջի անգամ Բրիտանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ թագավորի կամ ռոյալիստների եւ պարլամենտի եւ նրանց կողմնակիցների պարլամենտականների, որոնց կլորագլուխ էին անվանում, որ պատմությունից հիշում է, միջև պատերազմ սկսվեց փաստորեն եւ թագավորի վերջում պարլամենտի ժողովուրդ Բրիտանիայի մեղադրեց որ դու օտար երկրի զորքեր բերեցիր քո ժողովրդի դեմ կռվելու համար եւ դրա համար գլուխ կտրեցին թագավորի Չարլզ առաջինն էր դա այդպիսի բան վաղուց չի եղել որ ինչ որ պենել պրինց այսինքն թագու որդին օրմացոկի եւ դուքս որին այդ կոչումը տվել էր իրեն թագուհին ընդհանրապես այդպիսի բան կամ անարդներ իրենց երեխաներին ամուսնալալու հետ կապված դքսություն են տալիս այսպես ասած դյուք անգլերենով հա կամ գերմաներենով հերցոգ ռուսները գերցոգ են ասում դրան հեչունեն մի խոսքով ձերբակալվեց եւ տարել են ոստիկանատուն կարծես նորմալ ձերբակալություն ասա կատարվում, որ իրենց օրենքով մինչև 4 օր կարող ես պահես եւ այլս բաներ կա, միացյալ նահանգներում ավելի կարճ է 3 օրը, եւ մեղադրանքը ինչու՞ն է կանում, որ ինքը public office, այսինքն պետական աշխատանքի ժամանակ misconduct, իրեն վատապահել, սխալ բան արել, պես պանիտակա մետաքնությունը գնում հիմա ինչի մասն ենք խոսում ինքը որպես senior royal member բան եւ այլն մի հատ աշխատանքեր ուզել եւ ստացել ասած ասած իր մամայից այն ժամանակ թակուց որ ինքը Բրիտանիայի բաններ trade envoy հա առևտրի արտաքին առևտրի մասին ենք խոսում ոնց որ դեսպանը ասես, հա, անվոյը ընդհանրապես նշանակում է դու այդ գործ ունես, որ բանակցում ես եւ այլ իրենց այդ գործ ես ունենում։ Դա նախարարական պաշտոն չի, դա ավելի շատ գաղափարը ինչ էր, որ որպես royal մեկը ինքը կարողանա իր այդ շուկը ստատուսը գործածի Բրիտանիայի համար լավ առևտրական պայմանագրեր դիլեր, այսպես ասած, կարողանա ուրիշ երկրների հետ հաստատի, բան, իրեն դա շատ էր դուր գալիս, ինքը ամբողջ աշխարհում ճամփորդում էր, իրեն լավ ընդունում էին եւ այլն, ինչքան էր օգուտ տալի արդեն, բան, բայց ամբողջ ռոյալ ընտանիքի գործը ինչ է այդ թաթերական բանը անել եւ դրանով երկրին օգուտ տալ, հա, լինի դա ներսում բարեգործությունների համար, ինչպես գիտեք, բոլոր թագավորական ընտանիքի անդամները ունեն ինչ որ դից հարուներով բարեգործական կազմակերպությունների սպոնսորներ են, հա, ասես ասած։ Իրենց անունը վրան է դրած, իրենք են համարվում այդ թղթի վրա ասած այդ կազմակերպության մեծը եւ այլն։ Եվ այդ ուրեմն բարեգործական կազմակերպությունները դրա շնորհիվ կարող են ավելի շատ փող ստեղծել իրենց բարեգործության համար։ Մարդիկ ավելի շատ նվիրատվություններ են անում, եթե ասենք մի ռոյալ ընտանիքի անդամ իրանց բանն է, մեծն է, այսպես ասած, եւ այլն։ Նույն ձևի իրենք բոլոր ունեն այդպես ասած ֆորմալ զինվորական
կոչումներ, չէ՞, մեկ ասենք թե ինչ որ մի գնդի պատվավոր գնդապետն է, դրա համար միշտ այդպես զինվորական կարող է հագնվի շքերթների ժամանակ, որտեղ այդպիսի կոչումներ ունի։ Մյուսը չգիտեմ ծովային այդպիսի բան ունի, մի հատ ծովային համազգեստ է հագնում կամ օդային ուժերի համազգեստ է հագնում, մի խոսքով իրենց գործը այդ է։ Հիմա այս մարդը, այս Անդրուն սկսեց իր ստատուսը շատ վատանալ, երբ որ, ինչպես գիտեք, մի երիտասարդ կին արդեն այդ ժամանակ արդեն ինքը ամուսնացել էր, բայց մեղադրեց նրանում, որ տարիներ առաջ, երբ որ ինքը դեռ շատ ավելի երիտասարդ էր, ինչ որ 10 քանի տարեկան, հա, 17 էր, 19 էր, չեմ հիշում։ Հիմա եւ իր հետ այդ հայտնի այդ հրեշ Jeffrey Epstein կոչվածը, որը փաստորեն նաև երեխաների առևտրով էր զբաղված, հավաքագրում էին շատ երիտասարդ աղջիկներ, ու հետո պարզվեց նաև տղաներ, տարբեր ոնց ասեմ, ազդեցիկ մարդկանց վաճառելու իմաստով, իրենց մատակարարելու իմաստով, եւ դրանով Ջեֆրին ամեն ինչ իհարկե տեսագրում էր իր կղզու մեջ տանը, այնտեղ կամերաներ կան ամենտեղ, եւ ինքը կարողանում էր այդպիսով նրանց եթե նույնիսկ առանց այդ տեսակությունները իրանք ցույց տալու, այն հանգամանքը, որ իրանք իր մոտ այդպիսի բան են արել, արդեն իրենք հասկանում են, որ իրենք պարտական են այս, ինչ որ Ջեֆրի Էփստինը ուզի, պետք է անեն իրանք, արդեն իրենց դրել են այդ վիճակի մեջ, այսինքն իրենց վրա կոմպրոմատ կա արդեն, մեղմ ասած, հա։ Մի խոսքով այս մեղադրանք էր արել այդ ուրեմն երիտասարդը, կինը, որ իրեն Ջեֆրի Էփստինը ոնց որ ասում էր հրամցրել էր Անդրուին ինչ որ ժամանակ։ Այս մի հատ նկար կար, որտեղ Անդրուն կանգնած ժպտում է, ձերքը այս աղջկա կոնքին դրած, հետևն էլ այդ Էփստինի girlfriend-ն է այնտեղ այդ Գիլեյն Մաքսվել կոչվածը, որ հիմա բանտա նստած 20 տարով այդ հենց գործերի համար, այսինքն եւ այլն։ Այս աղջիկը Վիրջինիա Ջեֆրեյ անունով փաստորեն ինքնասպան եղավ, ինքը ամուսնացել էր արդեն երեխաներ ուներ, բայց ինքը մտավ այս մեղադրանքը արեց ու սկսվեց այս ամբողջ դատական գործեր, բաներ եւ այլն, իհարկե դատականին չհասավ, որովհետեւ իսկույն լոյերները խառնվեցին իրան, ում մասին են խոսում, Պրինց Անդրուի մասին է խոսքը գնում եւ այլ, այս բոլորը եղավ, ինքը ինտերվյուի ժամանակ այս պրինցը ասաց, որ ես չեմ հիշում տենց բան եղածնի, ես նույնիսկ չեմ 100% վստահ եմ չի եղել, դա միգուցե սուտ է, բայց արդեն պարզ էր, որ սուտ չէր, նկարը իսկական նկար էր, ոչ թե ինչ որ digital մանիպուլյացիաների միջոցով ստացված մի բան, fake բան չէր։ Ինք ասում էր չեմ հիշում, չեմ անում ինչի մասին է, ես ընդհանրապես այդ Ջեֆրիի հետ էլ կապ չունեմ, չեմ ունեցել, երբ որ իմացա ինքը ով է, ու գործը ոնց որ թե ուզեց այդպեսով փակի, բայց գործը չփակվեց իհարկե, որովհետև ուրեմն Վիրջինիան իրան դատի տվեց, սկսենք դրանից, որտեղ դատի են տվել որպես ոչ որպես անձնական դատ, որպես դու ինձ վնաս ես տվել, ես քեզ դատի եմ տալի, ուրեմն civil դատարանում Ամերիկայում դու արդեն ճարճ ունես կամ տիգաս դատի ներկայանաս կամ պետք է ինչ որ մի նախքան դատարան ինչ որ համաձայնության կաս։ Եվ համաձայնության էին եկել, որի ժամանակ ուրեմն ինքը վճարել էր ինչ որ մի քանի միլիոն, շատ չէ, 3-4 միլիոն դոլար West Virginia-ին։ Այն պայմանով, որ դու գործը փակում ենք։ Վիրջինիան ուրեմն վերցնելուց հետո այո գործը փակելեցին, ոնց որ էլ ոչ մի բան չէր ասել, բայց հենց այդպես չէր։ Այնտեղ պայմաններ կային, որոնց մասին սկզբում պարզ չէր։ Կամաց այս հայտնվեց տարբեր բաներ, որ Վիրջինիան այնտեղ միտեղ ասել էր, որ պայմանավորվածություն կար, որ ես այլևս ոչ մի բան չասեմ, որտեղ Թակուհին իր որերորդ տարեդարձն է տոնում, ջուբիլին են 70 տարիներ կայի վրա ինչներ,
այդ ժամանակ ոչ մի բան խոսք չլինի, որպեսզի այդ տոնակատարությունները, այսպես ասած, չախտոտվեն, հա, ասենց ասենք, եւ հետո թակուին մահացավ, մի խոսքով բայց այդ բառը այդ ասածը, որ այսպեսի համաձայն մնաց օդի մեջ, հա, որ դե երևի համաձայնությունից մեկնել է այդտեղ, որ շատ մի խոսա, որ բան չեն կանելու։ Հիմա սա էս ինչի եմ ասում, սա հետաքրքիր ձևով հայտնվելու է վերջում էս պատմության, մի վարքյան հիմա լսեք։ Մեղադրանքը ինչի մեջ է։ Ինչի է ձերբակալվել։ Ջեֆրի Էփստինի էս աղջկա հետ կապված էս հարաբերության համար չի, բայց այս աղջկա հետ այդ հարաբերությանը, որը ինքը չընդունելով նաև չկարողացավ չասեց, որ դա լրիվ սուտ է, ասեց ուղղակի չեմ հիշում։ Հետևանքը եղավ, որ իրեն իր, այսպես ասած, այդ պաշտոնական գործից, որ ինքը ուներ այդ արտաքին առևտրի դեսպանի այդ գործը, Անվոյի, այնտեղից իրան զրկեցին այդ գործից։ Հետո կամաց, բայց պարզվեց քիչ-քիչ է, չէ, sense բաները դուրս գալիս, ինչ որ մեկը քեզ քիչ-քիչ ինֆորմացիա է թողնում, որ դու սուտ ասես դրա մասին, կամ ասես այդ ուպարտ, հա, ու հետո նորից է գալիս ինֆորմացիա ավել, որ այդ էլ ուպարտ չի, ուրիշ բան էլ կար, ու դու սուտ ես ասել։ Այսինքն եթե ինքը խելոք լներ, սկզբից միանգամից ասել, այս բոլորը արել եմ, գալատ եմ կերել, հրաժարվում եմ ամեն ինչից, ես հիմա գնում եմ ոնց որ ասում եմ բան չեմ ուզում, մամոթից հետ կապրեմ, այդ իհարկե չէ, չի լինում, հաջորդը ուրիշ բան դուրս եկավ, որ ուրիշ նկար հայտնվեց, որ ինքը Ջեֆրի Էփստինի հետ Նյու Յորքում Central Park-ում քայլում են, խոսում են շատ sense ընկերական ձևով։ Բասա ինչ ասեցին, դե ես ինչ անեի, չէի միանգամից կտրելու, տենց ասեցին կտրելու, դու իրա տանն ես մնացել Նյու Յորքում եւ ընդեղ ես դու ինչ որ աղջիկներ հանդիպել եւ այլն։ Չէ, ինչ եք ասում, բամ նույնիսկ տենց սուտերը գնացին, բայց այդ չանցած ուրեմն ուրիշ իմեյլներ հայտնվեց, որ իր կինը բաժանված Անդրուն արդեն Սարա Ֆերգուսոն կոչվածը նա էլ է շատ լավ ընկերել Էփստինի հետ, խորհուրդները հարցրել, ոնց փողոցներ դնեմ այստեղ այնտեղ, ինչպես փող աշխատեմ եւ այլն։ Դրանք բոլորը փողի սով ունեն, չէ՞ որ, ասենց ասած, շատ սիրուն մեծ շուքեր ունեն, մեծ թայթլներ, տիտուլներ ունեն բանման, բայց մեծ միլիոններ չեն ֆռացնում իրանց մոտ ամեն ինչ ենա, թե ոնց կարանք ինչ որ ուրիշի հաշվին մեր ոնց որ ասում են գեղեցիկ ներկայությունը բերելու փոխարեն ինչ որ մի բան ստանանք, այդ դրա վրա իրանք այդ են ծախում այս մակարդակի վրա։ Հանգիստ ապրել չկա իրանց մոտ։ Ուրեմն anyway, այս երկուսի մասն եմ խոսում, իրա այս Անդրուի եւ կնոջ խնդիրն է էսի մշտական։ Եվ այդ էլ պարզվեց, որ ուրեմն սուտ ասել, դրա վրա էլ հետևանքներ եղան, որտեղ իրան արդեն զրկեցին պրինց կոչվելու իրավունքից, դու ծնվել ես պրինց նշանակում է մանարխի որդի կամ դուստր, ուրիշ բան չկա այստեղ, բայց հա, չես կարող գործածես այդ անունը, քո, այսինքն ստորագրության տակ դնես պրինց Անդրու, եւ դու պարտավոր ես քո թագավորական ընտանիքի ազգանունը գործածես, հա, Mountbatten Windsor, այդ ձևով պիտի լիներ, դարձավ ինքը արդեն քաղաքացի, այսպես ասած, ոչ ռոյալ իբրև թե, ուրեմն Andrew Mountbatten, այդ էլ իր պապայի կողմի ընտանիքի ազգանունն է Windsor, որն էլ եւ հետո էլի բան դուրս եկավ, հայդեպ ինքը դուքս էր, չէ, Յորքի, ուրեմն ասեցին, որ այդ էլ չես կարող գործածես, չնայած չէին կարող այդ մեկ վիրանից վերցնել, որովհետեւ միայն պարլամենտը կարող է իրանից դա տիտուլը վերցնի, իսկ առանձին գործը պարլամենտը պետք է անցկացնի եւ այլն, ասին բայց չես կարող գործածել։ Հաջորդ պատիժն էր, որ Իրան այդ մեծ տուն կար, որտեղ իրենց մեծ հողերի վրա, այսպես ասած, Windsor-ում, հա, մեծ հսկայական պալատի չափ տուն, որտեղ ինքն էր ապրում, դե մաման իրան շատ էր սիրում, իրան ոնց ասում են լավ տուն էր տվել, բայց բոլորի աչքը դրա վրա էր ասում, այդտեղից դուրս արի։ Հիմա արդեն ուրիշ
քեզնից ավելի բարձր royal կա, այս սուրվադրությամբ թագաժառանգը, հա։ Ինքը պետք է ինտեղ ապրի իրական դու մի հատ շարժվի տեղից։ Չէր ուզում, կարողացել էր ինչ-որ համաձայնեցնի մամայի հետ, որ 47 տարվա ինչ-որ վարձկալական պայմանագիր կնքեն եւ այլ, գործը տեղ հասավ, որ ասեցին լսի, տեղից դուրս ես գալիս, ձև չկա արդեն։ Ինչու՞, նամասամբ, որ պետք է հասկանալ այս բրիտանական սիստեմի մեջ, այս ամեն ինչը, որ տեսնում եք, այս պալատների մաների մեծ մասը, դա մի հատ royal, այսպես, ֆանդի մեջ է մտնում, որի ղեկավարը մանարխն է, տերը, ոնց որ ասած, ինքնավորոշումներ ընդունում, բայց իրականության մեջ դա ոնց որ պետությանն է պատկանում։ Ոնց որ պետությունը քոնն է, բայց նա ոնց որ վերջին խոսքը ունի, սենց ասած, սենց շատ հետաքրքիր բան կա իրանց մոտ այդ ձևի, եւ բայց այդ չի նշանակում, որ ուրիշ տներ բաներ չկան, կալվածքներ, որոնք անձնապես պատկանում են, ասենք, թե Չարլզին հիմա, ասենք, հա, այդ էլ կա։ Խոսքով իրան հանեցին այնտեղից ֆրնդեցին։ Ինքը տեղափոխվեց ավելի փոքր տուն, արդեն Windsor-ից դուրս եկավ, որը Royal այդ բանն է, ամրոցն է, արդեն 1000 տարից ավելի, այս թագավորական, ասենք, թե ունեցվածքը, կալվածքը, եւ տեղափոխեցին Sandringham։ Sandringham-ը արդեն հեռու, Լոնդոնից ավելի հեռու եւ ավելի փոքր տեղ։ Հիմա փաստորեն այդտեղ է ձերբակալությունը կատարվել, այնտեղ են սկսել ու խուզարկություններ են սկսվել եւ այդ տանը եւ իր այդ նախկին ավելի մեծ տանը։ Ինչու համար, որովհետեւ ասում են պետք է գտնենք ուրեմն հանցանշաններ։ Ինչի մասն է խոսքը։ Ահա, այստեղ է գալիս ամենակարևոր կետը, որ դու այդ ինչ էիր արել առևտրական բան լինելու ժամանակ, երբ որ դու դեսպան էիր, դու գախնի ինֆորմացիա ես փոխանցել Ջեֆրի Էփստինին, գալիք բրիտանական կառավարության ուրեմն որոշումների կամ քայլերի մասին եւ բրիտանականի մեջ նաեւ մտնում է եվրոպական համայնքի, որտեղ իրար հետ կապ ուներ, իրար հետ կոորդինացնում են որոշ քայլեր, իսկ այդպիսի ինֆորմացիա, insider information այս կոչվում է, ներսից ստանալ, դա նշանակում է դու կողոս մեծ փողեր աշխատես, հենց այդ ինֆորմացիան շահգործելու միջոցով, եթե գիտես, ասենք, թե պետք է Բրիտանիան հիմա ինչ-որ մի քայլ անի եւ դրա հետևանքով այս ինչ տակերը կարող է բարձրանան կամ այս ինչ բաները, ասենք, տարիֆների մասին կամ ինչի մասին, դու կարող ես քո ներդրումներ ըստ այն ձևակերպես կամ քայլեր անես, որից դու շատ փող ես աշխատելու։ Բոլոր տես ինֆորմացիայի համար չգիտեմ ինչ կանեն, չէ՞, Ջեֆրի Էփստինին դու essence information ես տվել։ Այս արդեն քրեական գործ է, հա, միայն դու ինչ որ մի սրիկա պետոֆիլի մոտ չես ընկերություն արել կամ իր մոտ կազու վրա գնացել եկել աղջիկների հետ ինչ որ ժամանակ անցկացրել եւ այլ, դու ստեղ արդեն եւ որտեղ քո խոսքն է, իրանց խոսքն է, ժամկետները անցել են քրեական գործի, այս կոմեկոմ, սա արդեն ավելի կոնկրետ բան է եւ ավելի նոր է եղել։ Սրա վրա ընդհանրապես պայթեց ամբողջ монարխիան, ասենց ասենք, հա, ամբողջ թագավորական ընտանիքը, էլ չասի մեծ թագավորի այդ առաջի որդին ընդհանրապես տանել չի կարող այս մարդուն, ասենց զզվում է ամեն, ոնց ասում են, հոգու ամեն մի ֆայբրով եւ շատ վատ եղավ արդեն ինքը ստիպված չգիտեմ որտեղ բանելի թագավորը վեր կացավ ասաց որ մենք ոչ թե խառնվի ասաց մենք իհարկե կաջակցենք կհամագործակցենք ինչ որ պետք է որևէ ոստիկանական մարմնի հետ որը այս պատշաճ մարմնի հետ որը այս հետաքննությունը տանում է ուրիշ խոսքով ծառները լվացին իրանից ասացին որ ինչ որ պետքա կանենք մի հատ ուրիշ նկարել է դուրս եկել ճիշտ սրանից առաջ մոռացա ասեմ որտեղ 5 որի ուրեմն էլի էս Էփստինի ինչ որտեղ կղզու վրա թե որտեղ էլի sense party-ներ են անում դեռ մահակին մարդ կա ինչ որ մի հատ շատ փոքր մարմնով որտեղ երեսը չեք տեսնում
աղջիկ կամ կինա պարկած գետնի վրա ինքն էլ այս Անդրուն էլ ոտերի ձեռների վրա այս աղջկա վրա ասենց ինչ-որ կռացած է 4 ոնց որ ասում են ու սենց ապուշ ժպտում է ուրեմն կամերային էլի ոնց որ ասում են իրան նկարում են ինքը գիտի որ իրան նկարում են սախմախն էլ նկարվում է այդ աղջկա վրա այսինքն դրանից հետո արի ասա որ ես չեմ մացել չեմ գնացել չեմ եղել ես չեմ հիշում եւ այլն մի խոսքով էս այնքան վատացավ այս գործը էս էլ որ հետ եղավ իրավ ասում են տանիք իրանից լրիվ ոնց որ ասում հրաժարվեց հիմա խնդրեմը դրանով չի վերջանում թակավորական ընտանիքի համար ինչու որովհետև հիշում եք սկզբում ասացի որ Virginia Jeffrey իրան ասել էր որ ինձ հետ պայմանավորվել էին որ թակուհու ջուբիլեի այդ տոնակատարությունների ժամանակ ոչ ման չխոսամ չասեմ որպեսզի վատ չլինի իսկ այդ պայմանավորվածությունը ինչ է նշանակում ում հետ է պայմանավորվել Անդրուի իրավաբանների հետ ասեմ փաստաբանների հետ ասենք թե բայց դա հենց այնպես չի լինում չէ իրանք գլխից տենց պայմաններ չեն հորինել փաստաբանին շատ չի տակվում այդ բարձա որ ինքը այդ պայմանը իր հետ բանակցել է ուրեմն Royal ընտանիքի պնդմամբ այսինքն նրանք են ասել մի այս խայտարակությունը փակի գոնե չփչացնենք այս տոնակատարությունները դա նշանակում է դու Չարլզը այդ ժամանակ որ դեռևս թագաժառանգի դերում էր 70 քանի տարեկան քանի որ մայրը դեռ կար գիտեր դրա մասին եթե դու գիտեիր որ սենց բաներ է սենց բանակցություններ է գնում ուրիշ ինչ գիտեիր դու չես ասել ինչու չես ասել ուրեմն դու էլ ես կոնսպիրացիայի ես դավադրության մեջ մաս ես կազմում որովհետև դու գաղտնիքները պահել ես այս հիմա ես դուրս եկել ասում որ մենք իհարկե բան կանենք համագործակցենք ամեն ինչ կասենք cooperation եւ այլն բայց դա ուրեմն ինչ որ ստեղ ուրիշ բաներ կա որ մենք չգիտենք դու էլ մի բան գիտեիր որ մենք չգիտենք այդ անգլիացիները այդ մաստով շատ բան են հա սենց ժուրնալիստների ձեռը չգնես բանի նման հետևից գնում են որսիշան նման ու հիմա այդ ավիճակը նույն սենսացիա խոսքս էս ժամերի մասն ենք խոսում այս բոլորը չի վերջացել էս դեռևս հələ կհետևենք տեսնենք ուր կտանի այս ամբողջ պատմությունը բայց սա շատ մեծ իրադարձություն է բրիտանական ասենք թե ոչ միայն բրիտանական բայց այնտեղ եւ այս բոլորը այս Ջեֆրի Էփստինի կեղտերի կամած դուրս գալու հետ են կապված եւ որպեսզի հանգարտ չկարծեք որ միայն այս Ջեֆրի Էփստինի այդ ամենաշատ դժվարները այս բաներն են թակավորական ընտանիքն է ասեմ որ Ամերիկայում էլիտա չմնաց sense ասած որ խառնված չլներ էլ հայտնի պրոֆեսորներ գիտնականներ պետական աշխատողներ նախկին մեծ ասենք նախարար այնտեղ ուննակի համար այդ ինչ անունը Լերի նախկին ֆինանսների նախարարը եւ այլն Քլինտոնները բոլորը ինչ որ այս Ջեֆրի Էփստինի ցանցի մեջ եղել են խառնված եղել են մի մասը շատ ավելի վատ ավելի երեխաների հետ են ինչ որ մի բան ունեցել գործ այդտեղ այս Անդրուն Պարշի դեռ ինչքան վատ է եղել այդքանը ինչ որ տեսնում ենք այդ հələ որ այդքանն է հա բայց պարզ է դառնում որ Էփստինը շատ մտածված եւ կազմակերպված ձևով ինչքան հարուստ մարդ կա Բիլ Գեյթսի պատմությունը գիտեք ինքը կնոջից բաժանվեց նրա համար որ կինը իրանից բաժանվեց actually որովհետեւ ինքը այս Ջեֆրի Էփստինի մոտ կղզու վրա ինչ որ ռուս աղջիկների հետ իրեն որ բերել են այսպես ասած քնել սիֆիլիս է ստացել հետո ընկելա այդ եկա պատկերացնեք միլիարդատեր մարդ է այս մարդը յանի հանճարեղ որ միլիարդներ էր տալիս
ամբողջ աշխարհին բժշկական պատվաստումներ եւ այլ անելու համար, այնտեղ երեխաներին փրկելու այս կոմեկով, ինքն իր կինը այսպես foundation ունեն, եթե հիշում եք, ինչ-որ 100 միլիարդ տվել ՄԱԿ-ի այդ Աֆրիկյան երկրներում երեխաներին պատվաստելու կյանքերը եւ այլ դες բաների համար։ Հիմա սա սիֆիլիսը կպել վախենում է կնոջը ասի։ Ջեֆրի Էփստինից անտիբիոտիկներ ա ուզում, մտածեք էլի, որ ինքը գախնի կարողանա իր կնոջը ինչ որ չեմ անում խառնելով սուրճի մեջ թե ինչ ձևով տա, որպեսզի նա լավանա, որպեսզի չիմանա, որ ինքը հիվանդացել է, իրանից պիտի իմանա, որ հիվանդացել է, որտեղ կինը ոչ մի կողքից գործեր չի արել, եւ այլն, եւ այսպես իմեյլներ դուրս եկան, այսինքն մենակ այդ Գեյթսի մասին եմ խոսում։ Էլ ուրիշների մասին չասենք, հա, եւ պարզ է դառնում, որ ինչու այս բանը։ Հիմա այս բոլորը իհարկե դա բավական չի, այս Էփստինի այսօրվա խոսքը իհարկե Անդրուի մասին է, Պրինսի մասին, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչքան խորն է գնում սա հիմքերը, ինքը երևի իրեն ապուշի պես քաշել են այս գործի մեջ, ոնց որ ասում են, որպեսզի իրան էլ գործածեն, վայր դեպքում Էփստինը։ Բոլորը ասում են, որ սա կապված է Էփստինը եղել է Մոսադի ագենտ եւ սա այս բոլորը կապված է ինքը կլասիկ նախկին CIA-ի ուրեմն ամերիկյան աշխատողները ասում են, որ դա կլասիկ մարդկանց influence ազդեցիկ մարդկանց ինֆորմացիայի ագենտ սարքելու ձևերից մեկն է, չէ՞, պարզ է, հանի փաթեթացում եւ այլն, կլասիկ օպերացիա է, ուղղակի մասշտաբը չէին կարող պատկերացնել, որևէ հետախուզական կազմակերպություն ռուսական լինի կամ ամերիկյան լինի, կարողանային, ասենք, 1-2 ինչ-որ երկրում ինչ-որ մեկին կապեին, դա կլիներ, չգիտեմ, ինչ մեծ հաջողություն, որ դու կարողանաս այս մասշտաբի գործ անես, այսքան երկար ժամանակ, այդքան վատ ռեպուտացիա արդեն ունենալով հանդերձ։ Սա ֆանտաստիկ։ Մարդիկ չեն կարողանում հավատալ, ասում են, հիմար կոնսպիրացիոն թեորիաներ եք խոսում ստեղ, չի կարա այդպես վատը լինի, ուղղակի աննային է։ Հետո մեկ էլ բացվում է մի բան, բացվում է էլի, եղավ էլի։ Այդ 3 միլիոն փաստաթղթերը, որոնք կոնգրեսը վերջապես կարողացավ redacted, այսինքն անուններ, ահագին էջեր նույնիսկ սև, ասենք, փակած ռետուշոված, այնց կոպիտին ձևով ասեմ, սևացած, որ էջեր էլի, բայց 3 միլիոնի մեջ սկսում են կամաց կոմպյուտերներով անալիզ անել, ում անունն ավելի շատ հայտնվել, օրինակ, իր այդ 3 միլիոն իմեյլների մեջ, իմեյլների մասին ենք խոսում ստեղ, հա։ Այս ախմախները, այս Ջեֆրի Էփստինի հետ մարդիկ կա, որ անընդհատ խոսացել են։ Այդ մարդը ինքը եղել է ամենահզոր մարդկանցից մեկը Ամերիկայում, հա, գրում է իրան, թե այս կնոջը ոնց ես դուրս հրավիրեմ։ Եվ ուրիշ ժամանակ Հարվարդի ինքը պրեզիդենտն էր, հա, ինչ որ պրոֆեսորի դուրը եկել է իրան, չիմանում ոնց կանչի, ասի գնանք ճաշի կամ սուրճի։ Պատկերացնում եք սրանց մակարդակը, դու կարող ես լինես այդքան մեծ տնտեսագետ, այդքան հզոր մարդ ու այս վիճակի մեջ լինես, այդքան հեշտ տրվես ինչ որ մի երբեք համասարան չվերջացած, կարծեմ 2 տարի է գնացել Ջեֆրի Էփստինը, թե էլ չի արել, մի տարի էլ կա, ինքը հայ սկուլի կրթություն ունի, ասենց ասած, ու սենց սաղին ֆրացրել է, դու պարզ է, որ ինքը մենակ չի արել, ստե որ ասում են Մոսադը իզրայելական իրան ոնց են ասում, տրեն արել երևի կամ խորհուրդներ ա տվել, ինֆորմացիա է փոխանակել, ով է պատրաստ հեշտ, սենց նրանք գիտեն, ով ինչ թուլություններ ունի, հա, ոնց ասում են, այս սա լավ թիրախ է, սրանք կարող ես բանանես, իրանից ես ինչ ինֆորմեյշնը պետք է ստանան։ Այ ոնց որ Անդրուն էր իր բրիտանական այդ արտաքին առևտրի դեսպանի հանգամանքից ելնելով այդպիսի գաղտնի ինֆորմեյշն էր տալիս իրան, դուք պատկերացրեք մյուսները ինչ ասես կտան։
Եվ այդ բոլորը, այսպես ասած, քաշվում սիֆոնով գնում էր Իսրայել։ Պլյուս նույնիսկ Էփստինը ինչպես է միլիարդատեր տարել, դա էլ հարցականա, որտեղ այս բոլորը խոսում են այդ Victoria's Secret-ի տիրոջ հետ կապերով իբրև թե ոնց հայտնվեց, որ ինքը այդ անգրագետ իր գլուխով ընդամենը 2 տարի ինչ որ հրեական դպրոցում մաթեմատիկա է տվել, հետո իրան վռնդել ընդեղից, այնտեղ երիտասարդ աղջիկների հետ երևի լավ չի եղել հարաբերությունները, եւ ինքը դրա գնացել է Bernstern, որտեղ ինչ է եղել, ֆինանսական բան է եղել, ինչ են ասում, գործարքների աշխատող է եղել, շատ տենց բան չի եղել, եւ այդ փոքր իր կրթությունով, իր աշխատանքային, այսպես ասած, փորձով հանգարտ ինքը դառնում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի ֆինանսական ոչ թե խորհրդատուն, այլ իր ամբողջ ֆինանսական կարողությունները կառավարողը։ Պես մարդու փողերը որտեղ պիտի դնես, ուր պիտի տանես, ինչպես պիտի, եւ հանգարտ ինքը միանգամից սկսում է հարստանալ։ Այսինքն զրոյից ինքը, որ երևի այդ ֆինանսական այդ տանը աշխատում էր երևի ով գիտի ինչքան, հա, ասենք մի 100,000 կամ 300,000 կապ չունի, հանգած ինքը 600 միլիոն փոն ստեղծում, գումար ստեղծում շատ կարճ ժամանակվա մեջ։ Եվ ու ենթադրում եմ, որ ինքը այդ մարդուն թալանեց, մարդու պաշտպանությունը ինչ է, որ դու այդ ինչի էր Էփստինին հարստացնում, տենց մեջ չգիտեմ, ինքը խաբել է այն փողերը ստարել է։ Ես հանձնել եմ, որ ինքը իմ կառավարիչը պիտի լինի ֆինանսական, իսկ ինքը ինձ թալանել է։ Ես էլ իր պաշտպանությունն եմ ասում, հա, այս։ Մի խոսքով այս բոլորը ինչ եմ ասում, որ սա շատ խորն է գնում եւ շատ վերջ չունի, հələ դեռ շատ չի երևում թունելի վերջում ոչ մի լույս։ Եվ այս Անդրուի ձերբակալությունը միայն իմ կարծիքով սկիզբն է։ Կոնե ինչա կատարվում Անգլիայում, ասեմ Բրիտանիայում։ Իսկ Ամերիկայում աստված գիտի, դա դեռևս Թրամփին ասեցին ինչի է պատժես թողնում ախր։ Դու parza մեջ քո մասին ված բան չկա, դու տենց հա իր այդ ընկերես եղել գնացել ես եկել ես չգիտեմ ինչ, բայց email-ների մեջ քո կոնկրետ քո մասին ինչ որ բաներ չեք տեսնում, հա, ասենց ինչ որ այնտեղ տարբեր բամբասանքներ աշնակարդակի վրա բաներ կան, որ ինքը սրա հետաքրքրեն նրանց եւ իր ամերջինաշու դրա մեջ մեղադրեցին, դատեցին որպես բռնաբարող, չէ՞ մի հատ կին իրան, բայց ոչ քրեական գործով, որտեղ տարիներ արդեն անցել էին իր վաղեմության ժամկետը անցել էր։ Բայց ասի քո վրա բան չկա այս email-ներում, ինչի՞ չես լրիվ բաց տալիս, նույնիսկ կոնգրեսին չես տալիս։ Ասեց ախր իմ ընկերներին կվնասի դա։ Այսինքն Թրամփը գիտի, որ իր ամբողջ ընկերությունը այս գործի մեջ շատ վատ բաներ է արել եւ իրանց մասին վատ բաներ կա եւ ինքը հրամայել էր, որ FBI-ը այդ բոլոր բաները անունները ջնջեն, ասենց ասեն, հա, սևացնեն էջերի մեջ, որպեսզի իր ընկերները չվնասվեն։ Այս արդեն մի հատ ուրիշ ռում պայթացրեց, որ հիմա էլ դու հանցագործ բռնաբարողների ես պաշտպանում, պետոֆիլների պաշտպան ես դարել, ինչա նշանակում իմ ընկերներին կվնասի եւ ընդհանրապես գժվել են։ Մի խոսքով սա այս ամբողջը ժամանակի հարց է, քանի Թրամփը նստած է ինքը դեռևս պաշտպանում այն չանում, վստահ եմ մի հատ unredacted, հա, կտրած version-ը կա այս ամբողջ information-ի, միտեղ դուրս է գալու, լինի դա հիմա կամ 2 տարի հետո կամ 3 տարի հետո, դրան համար կլինի, որ ինքը impeach կլինի, թե հետ իր կյանքից հետո կլինի կապ չունի, սա դեռ դուրս է գալի տարիներով պիտի գնա էսի։ Եվ շատ մարդկանց հա կպնելու, որ ամեն անգամ իմանում ես, այտենց անուն ես տեսնում, զարմանում ես, ասում ես դու էլ, այսինքն հիմա չեմ ուզում Շեքսպիրյան գնամ, հետո Բրուտուսի նման, բայց այտենց հա դուրս գալիս։ Եվ տեսնենք Միջև հաջորդ սենսացիան, որը երևի կգա հենց էլի թագավորական ընտանիքից, կտեսնենք Վարդան Վարդանյան, BB Talks։